Պարկինսոնի հիվանդությունը ունի մի շարք դրսևորումներ, մոտոր դրսևորումներ եւ ոչ մոտոր դրսևորումներ։ Մոտոր դրսևորումները շատերին են ծանոթ, ինչը չեմ կարող ասել ոչ մոտոր դրսևորումների մասին, որոնք շատ հաճախ, շատ հիվանդների կողմից, մարդկանց կողմից ընդունվում են որպես սուբյեկտիվ կանգատներ։ Պարկինսոնի հիվանդությունը կարող է սկսել ոչ մոտոր դրսևորումներով, օրինակ քնի խանգարումներով, քնի REM փուլի խանգարումով։ Այս փուլում հիվանդները ունենում են ագրեսիվ վարքագիծ, գիշեր երազի մեջ կարող են խոսել, շարժվել։ Ոչ մոտոր դրսևորումներից է ցավը, միզարձակման խանգարումները, որոնք կարող են լինել միզակապության, անմիզապահության կամ գիշերամիզության տիպի։ Այս հիվանդներին բնորոշ է դեպրեսիան, հոտառության կորուստը, փորկապությունը, գունային տեսողության փոփոխությունը։ Հետևաբար ոչ մոտոր դրսևորումները շատ ժամանակ ընկալվում են որպես սուբյեկտիվ դրսևորումներ։ Եվ մոտոր դրսևորումներն ենք ունենում, արդեն դրանք ավելի ճանաչելի են հիվանդների կողմից, դա դողն է, բրադիկինեզիան է, կարկամությունն է, կեցվածքի փոփոխությունն է, բրադիկինեզիան դա դանդաղաշարժությունն է։ Բայց հիմա մարդիկ կասեն, ես դանդաղաշարժ եմ, հիմա կարող է այդ խնդիրը ունենալ։ Իրականում մենք տարբերում ենք Պարկինսոնի հիվանդության մի քանի տեսակ՝ տրեմոր դոմինանտ, ագինեցիկորիգիդ եւ կեցվածքի փոփոխությունով ուղեկցվող։ Կան հիվանդներ, ում մոտ տարիների ընթացքում Պարկինսոնը ուղեկցվում է միայն դողով։ Բայց կան Պարկինսոնով հիվանդներ, ում մոտ լինում է ավելի շատ կարկամությունը եւ կեցվածքի փոփոխությունը։ Պետք է նշեմ, որ դողով ուղեկցվող Պարկինսոնի հիվանդությունը ավելի բարորակ ընթացք ունի, քան ագինեցիկորիգիդ ձևով ընթացող կամ կեցվածքի փոփոխությունով ընթացող Պարկինսոնի հիվանդությունը։ Կեցվածքի փոփոխությունով ընթացող Պարկինսոնը ավելի բնորոշ է նաեւ Պարկինսոն պլյուս համախտանիշներին եւ հանդիպում է արդեն Պարկինսոնի հիվանդության ավելի advanced, ավելի բարդացած դեպքերում։ Մարդիկ նաև դժվարանում են ժպտալ, հա, աչքերը թարթել եւ այլն։ Այո, Պարկինսոնի հիվանդության ժամանակ մարդիկ կորցնում են դեմքի արտահայտվածությունը, որը մենք անվանում ենք հիպոմիմիա։ Առաջանում է խոսքի դժվարացում, հիպոֆոնիա, մարդիկ ավելի ցածր են խոսում, նրանց խոսքը դառնում է անհասկանալի։ Լինում են կլման ակտի հետ կապված խնդիրներ, թքահոսություն, քալքի փոփոխություն, ձեռագրի փոփոխություն։ Այս բոլորը բնորոշ են Պարկինսոնի հիվանդությանը։ Այսինքն գեղեցիկ էր գրում, հետո տգեղ փոխվում է ձեռագիրը, դառնում է ավելի մանր ու անհասկանալի, միկրոգրաֆիայի տեսքի։